Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրական հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Հինգ ավտո է, չէ՞։ 5 ավտո։ 1, 2, 3, 4, այն էլ է։ Հարազատ կներես։ Չեն թողում մամարը կոտակի ճանչին հանգստանա, որ ձմեռ աշխատի։ Այս է վիրավորներից մեկի կոշտ բոտ հասնա։ Ընդհանուր քանի վիրավոր է։ Ախպեր ընդհանուր քանի վիրավոր է։ Կես ասում է 6, կես ասում է 7։ Կես ասում է 6, կես ասում է 7։ 5 ավտո, 7 վիրավոր։ Վայ մամա ջան։ Մայիսի 5-ն է, Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում բախվել են 5 տրանսպորտային միջոց, վթարի հետևանքով տեսնում եք Ford Transit-ը գլխի վայր շրջվել է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների վթարի հետևանքով 7 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի եւ ասում են այ Բյուրեղաբանի հիվանդան շտաբօգնության բժիշկներն են ժամանել եւ բոլոր վիրավորներին բժիշկները մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի,
Մարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի եւ Վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։ Բարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով խցանում էր առաջացել, սակայն բարեկների ժամանումից հետո կարճ ժամանակում երթևեկությունը վերականգնել է։ Այս պայն տեսնում եք, բարեկները սահմանազատել են տարածքը, վթարի մասին արդեն տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետն է ժամանել նորանշանակ եւ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանը։ Այս պայն բարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Տեղում աշխատել են նաեւ փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհն սպասարկող ճանշինը, Աբովյանն է, չէ, Աբովյանի ճանշինն է։ Կոտայքի ճանշինն է օպերատիվորեն ժամանել ու հիմա ճանշինականները սպասում են, որպեսզի քննիչը եւ գործողություններն ավարտի, սկսեն ճանապարհի մաքրման աշխատանքներ։ Այդ պապիրոսով էլ հեռու։ Չես տենում դիզ վառելիք է բաց թողում։ Տեսնում եք ավտոմեքենան, էս ինչ ավտո է տղեկ, տեսնում եք։ Ինչա։ Հա, Տեսլան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի։ Մի խոսքով երկու Ford Transit-ա, մի հատ Tesla, սա ինչա։ Ավտոմեքենաներից մեկն էլ հայտնվել է հենա ջիպը, հայտնվել է բաժանարար գոտում կանաչ գազոնի վրա։ Դիզ վառելիքի արտահոս կա, փրկարարները դադարեցել են երկու մեքենաների դիզ վառելիքի արտահոսքը, այս պայն փրկարարները իրականացնում են հերթապահություն։ Հավանաբար սա այս Տեսլայի մոտորն է, Ֆորդին, հա, Ֆորդինը կլինի։
Դու վարորդական բաններ դարձել ես բարը։ Այսինքն կոմոդից հիվանդանոց մարդ չեն տար, չէ՞։ Դեղումի մի հատ դենց իրոք Սա Իջևան, Սևան, Երևան 126 կմ հատվածն է։ Վթարը այդ հատվածում է տեղի ունեցել։ Քիչ առաջ Կոտայքի մարզի պարեկները եւ համայնքային ոստիկանները Կոտայքի բաժնի պարզել են, որ վիրավորներից մեկը տեղափոխվել է Հերաթ անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, նրա ձեռքը պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս կտրված վիճակում։ Մարմնի այդ հատվածը դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի եւ ավագ տեսուչի ուղեկցությամբ շատ արագ հասցրել են հիվանդանոց։ Այս պահին էլ համայնքային ոստիկանները պարզում են մյուս վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով վիրավորներից 3-ը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել հենց հիվանդանոցում, սակայն հրաժարվել են մնալ այնտեղ։ Հիմա այս պահին արդեն աշխատում են դեպքի վայրում Հայաստանի քննչական կոմիտեի
Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները, փրկարարներն էլ, հրշեջ փրկարարներն էլ, Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից մեկի փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել երկուսի բալոնը եւ դադարեցրել երկուսի դիզ վառելիքի արտահոսքը։ Վթարը տեղի է ունեցել Սևան Երևան ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածում, տեսնում եք, ջիփ Վրանգլերն էլ բաժանարար գոտում է։ Տեսլան ամբողջությամբ տեսնում եք, վերածվել է մետաղե ջարդոնի, նա էլ ասեցին գլխի վար շրջված Ֆորդի մոտորն է։ Ողջույն։ Սալարկի օտը խեղդում է։ Նայ, վիրավորներից մեկը այստեղ ընկած է։ Որի մեջ։ Թեվը։ Դες շոֆեր։ Հա։ Շամորանը կտամ դիասի։ Հերաքսով կարա նայինք։ Մենագիկ դա մեջ է։ Չէ, լավ, ինչ են ասել։ Ոնց ես։ Ինգեր էսան արել դու։ Էսան արի գծից էսան։ Ո՞նց
Ալեքսանդր